Պարոն Փամբուխչյան, ձեզ տեսնում ենք քաղաքապետարանում աշխատանք իրականացնել, դուք արդյոք մտադրություն ունեք կառավարությունում կամ ազգային ժողովում հայտնվել, ցուցակում եք դուք։ Եթե անկեղծ իմ նախնական ցանկությունը այն է, որպեսզի ես շարունակեմ իմ տեղում, որտեղ որ աշխատում եմ, բայց ընտրություններից հետո բնականաբար թիմային որոշում կկայացվի, բայց իմ անձնական ցանկությունն է, որպեսզի ես հետ վերադառնամ քաղաքապետարան, հրաժարվեմ մանդատից։ Ինչ չափորոշիչով եք ընտրել 50 ձեր թիմակիցների։ Ընտրել եմ մեր այն թիմակիցներին, որոնք որ այս ընթացքում դրսևորել են քաղաքական են եղել, թիմային են եղել եւ սպասարկել են առավել շատ են սպասարկել մեր հանրության շահերը։ Ինչ հույս ունեք ձեր ընտրությունների հաղթելու հետ կապված, որովհետև հիմա տարբեր սոցհարցումները վկայում են, որ ձեր տոկոսները բավական ցածր են։ Ես կարծում եմ, որ մենք բազմիցս տեսել ենք այդ սոցհարցումները, 21 թվականի սոցհարցումներով նույնպես առհասարակ գուցե շեմը չէինք հաղթահարում, բայց մենք 52% հավաքեցինք, այս անգամ մենք 50+-ը միանշանակ ստանալու ենք, դա մեր վստահությունն է, իմ անձնական վստահությունն է, եթե ոչ ավելի։ Պարոն Փամբուխչյան, աշխատանքային ժամը ինչու որոշեցիք աշխատանքային ժամին գալ քվեարկության։ Այս ժամին է ազատ, եթե անկեղծ գնում եմ ու հանդիպումները սկսվում են մինչև երեկո, դրա համար որոշեցի այս ժամին գալ, որ հետո ուշ չմնա ժամը։ Շնորհակալություն։